Եկատերինա II-ը նաև Թուրքիայի պատմության մեջ մնացել է իբրև իրենց ամենասարսափելի հակառակորդներից մեկը։ Եվ բնական է, որ նրա այս կերպարը հայկական ավականու մոտ որոշակի դրական զգացողություններ էր առաջացնում եւ անգամ Հնդկաստանում, որը գտնվում էր անգլիական ազդեցության պայմաններում, հայկական վերնախավը լինելով փաստորեն անգլիական հպատակներ, նրա աշխարհաքաղաքական մրցակից ռուսական կայսրությանը դիտարկում էին իբրև Հայաստանի համար հնարավոր ազատարար տարբերակ։ Մյուս կողմից կար երրորդ գործոնի խնդիրը, այսինքն բուն հայաստանյան միջավայրի հարցը։ Դեռևս Շահ Աբբասի բռնագաղթից հետո Հայաստանում իրողությունները փոխվել են։ Փորձել է հայկական միջավայրը զգալիորեն վերականգնել Մովսես Տաթևացի կաթողիկոսը։ Նրա գործը շարունակել են նրա աշակերտներ Փիլիպոս Աղբակեցին եւ Հակոբ Ջուղայեցին։ Եվ հայկական միջավայրի այդ վերականգնման գործընթացը հետո որոշ ժամանակ ընդհատվում է եւ 1724 թվականի թուրքական օկուպացիայից տարիներ հետո այս գործընթացի մեկնարկը հայկական միջավայրի վերականգնման փորձում է Ղազար Ջահկեցի կաթողիկոսը դնել եւ հետո այս գործը կատարում է Սիմեոն Երևանցին բազմաթիվ գյուղերի բնակչությանը վերադարձնելով Արարատյան դաշտում իրենց հայրենի օջախներ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։